Ավանդազրույցը պատմում է, որ Նոյան տապանն ամենից առաջ կանգ է առել Լալվարսարի գագաթին։ Համեստությունը սակայն թույլ չի տվել Լալվարին ընդունել տապանին, ուստի առաջարկել է Նոյին իր տապանը կայանել Արագածի գագաթին։ Ես արժանի չեմ, գնա ինձանից բարձր լեռան գագաթը, ասել է նա։ Արագածն էլ համեստաբար չի ընդունել տապանը եւ առաջարկել է Մասիսը, բայց անցնելու ժամանակ տապանի հատակը քսվել է Լալվարի գագաթին։ Ահա թե ինչու է Լալվարի գագաթը տափարակ եւ զուրկ բուսականությունից։ Այստեղով է անցնում Վիրահայոց լեռնաշղթան, հայ-վրացական սահմանի երկարությամբ շուրջ 73 կիլոմետր, հասնելով մինչև Դեբեդի կիրճ, որտեղ առաջացնում են աստիճանակերպ լանջերով զանգվածներ։ Դրանք իրար մոտ գտնվող 3 առանձին լեռնազանգվածների խմբեր են, որոնց երկարությունը 86 կիլոմետր է։ Այստեղից սկսվում եւ տարբեր ուղղությամբ ճյուղավորվում են լեռները։ Արևմտյան Լոքի, արևելյան Լեջան լեռնագագաթների մեջ ամենաբարձրը կենտրոնական կամ Լալվարի լեռնագագաթն է, շուրջ 2552 մետր։ Նոյի նահապետը նավն եկել աստեղ, հենց ստեղ էլ կանգնել, այսա։ Ամենահարմար տեղն է, այս աղբյուրն էլ հենց ստեղ է էլի սկսել գալը։ Ու ստեղից բարձրացել են վերև։ Երևի բարձրացել են վերև, տեսել են ապրելու համար այդքան հարմար չի, այնտեղ հարթություն չկա վերև, Լալվարի վերա, այդպիսի հարթ տարածք չկա, լրիվ գոգապորություններ են, ու ստեղից արդեն գնացել են Արարատ լեռը։ Նոր ամսի 17-ի 7-րդ ամսվա հասել են Արարատ լեռ, այնտեղ արդեն իջել ու տեղից սկսվել է նոր պատմությունը, մարդկության նոր պատմությունը։ Ինչի Մին նկայել են հերիք էլի բարև։ Ոչինչ, բարի օր ոնց եք։ Ոչինչ, դու լավ ես։ Էս ուր եք գնում։ Էս տան մենք կտի թողան կռավը։ Բարև ընկեր Սիմոնյան։ Էս քեզ էլ մտահան եմ արի գոնյա դու խոսել ախպեր։ Էս իջնում եք ներքև։ Ռոդ նավտոն գալտի ավտով տենք գնա։ Հա։ Էս խոզերի գիրա խոզերը տան մեն որ ռոդ նանասումները քշելիս գոնյա կովերը մնան հեշտ քշեմ էլի։ Բա ինչի է ժամանակն արդեն իջնելու։ Հա, հա, արդեն ցուրտ է, ուժեղ։ Ցուրտ է։ Հա, ուժեղ ցուրտ։ Ինչքան է ցուրտ անում գիշերը։ Դե մինուս դեր չինում, բայց ուժեղ քամյանում ցուրտ է էլի կարելի ասել։ Այլևս վերև գնալ չենք կարող։ Այսինքն կարող են գնալ իհարկե ոտքով այս ուղղաձիգ, ուրեմն ճանապարհով մենք իհարկե կարող ենք մագլցել բառացիորեն եւ հասնել Լալվարի գագաթը։ Բայց այդ հնարավորությունը մենք կարծես թե կօգտագործենք այլ կերպ եւ ուղղաթիռային նկարահանումը ձեզ հնարավորություն կտա միասին, մեզ հետ միասին դիտել եւ հասկանալ Լալվարի գագաթը, ինչպիսին է այն եւ իհարկե այն բոլոր գեղեցկությունները, որ կան այս շրջապատում Լալվարի գագաթից ելնելով։ Լալվարը տարբեր անուններ է ունեցել՝ Լեղվար, Լելվար, Լյարվար եւ նմանօրինակ այլ ձևեր։ Անվանման ստուգաբանությունը եւս միանշանակ չէ։ Ասում են նաեւ, որ այն առնչվում է լուր մնալուն, մեկ այլ տարբերակում էլ Լալվարը մեկնաբանվում է ագնեղենկա իմաստով։ Լալվարի լեռնալանջերը իջնում են դեպի Լորվասարահարթ, փոքր, իսկ դեպի քրիհովիտ մեծ թեքությամբ։ Հյուսիսահայաց լանջերն ամբողջությամբ անտառապատ են։ Լորվա աշխարհի իջնող լանջերը հիմնականում բուսազուրկ։ Լանջերին բազում սառնորակ աղբյուրներ կան, ալպյան եւ մերձալպյան արոտավայրեր։
Պատահական չէ, որ հնագույն ժամանակներից սկսած Լալվարի շուրջը մարդկային քաղաքակրթությունն է զարգացել, իսկ հնագույն մարդիկ օգտվել են ալպյան արոտավայրերից եւ անտառներից, զարգացրել որսորդությունը, անասնապահությունը, որը նրանց հիմնական զբաղմունքն է եղել։ Ծագում է մանուկ արևը գառնան, Կովկաս լեռների ձյունի պատնեշից, Զարթնում են մեկ-մեկ սարերն աննման, Ձմռան անվրդով քնի մշուշից։ Ահա լալվարի վիթխարի ուսին բազմում է արփին թարմացած ուժով, Սարեր ու ձորեր իրար երեսին նայում են, ժպտում ամպի մշուշով։ Այսպես է գովերքում Լալվարի գեղեցկությունը Վահան Միրաքյանն իր Լալվարի որսը պոեմում, որը սիրո ներփող է լեռան ու նրա լանջերին ապրող մարդկանց նահապետական բարքերի սովորույթների մասին։ Առաջին հիշատակությունը այստեղ ապրող մարդկանց մասին ներկայացնում են ուրարտական արձանագրությունները, որոնց համաձայն Բիայնյան նվաճած ուրարտական արքան գրավեց նաև Բիայնական Սեդվիի թագավորություն։ Գիտնականները պնդում են, որ Սեդվին Ալավերդի համայնքի տարածքում Կաճաճկուդ եւ Աքորի գյուղերի միջև գտնվող Սեդվու վանքի եւ ամրոցի տարածքն է, որը հետագայում դարձել է քրիստոնեական սրբավայր եւ գտնվել կարևոր ճանապարհների վրա։ Վաղ միջնադարում Լալվարը եւ նրա փեշերը նույնպես հայոց պատմության կարևոր իրադարձությունների թատերաբեմ են դառնում։ Պատմագրությունը վկայում է նաեւ Լալվար աշխարհի հետ Մամիկոնյան տոհմի առնչությունների մասին։ Գուգարքի մեծահարգո Բդեշ Աշուշան իր մի ծառայության դիմաց խնդրեց եւ թույլտվություն ստացավ իր հետ գուգարք բերել անհուշ բերդում բանտարկված հայոց երևելիներից Վարդան Մամիկոնյանի գերեվարված զավակներին։ Մամիկոնյան զարմերը գուգարքում մարզվում էին Լալվարի լանջերին, զբաղվում ձիավարությամբ։ Նրանք օրերով շրջում եւ զբաղվում են որսորդությամբ, տուն վերադառնալով մեծ ավարով։ Այդ մասին է վկայում հայոց պատմիչ Եղիշեն, որ ընկերակցել է նրանց գուգարքում եւ Լալվարում որսանելիս։ Հետագայում Մամիկոնյան այս եղբայրները տարոնում տեր դարձան իրենց կալվածքներին եւ հատկապես Վահան Մամիկոնյանը մեծ դերակատարություն ունեցավ Հայաստանի անկախության պաշտպանության եւ դրա համար մղված հետագա պայքարում։ Լալվարը նշանավոր է նաև Վարդան Մամիկոնյանի սրբադասված դուստր Շուշանիկի համար։ Նրա մասունքները հանգրվանում են Լալվարի փեշերին գտնվող նահատակի վանական համալիրում։ Ջոջիկ իշխանը, որը Շուշանիկի հավատափող եղած ամուսնու Վազգեն Բդեշի եղբայրն էր, Շուշանիկի գերեզմանին եկեղեցի կառուցեց, վկայարան Շուշանկա, իսկ ոչ հեռու գտնվող գյուղը կոչվեց Ջոջկան, որ այսօր Ճոճկան է կոչվում, Ալավերդուց ոչ հեռու եւ Աղթալային մոտ։ Իդեպ 19-րդ դարում եւ 20-րդ դարասկզբին Միքայել Լորիս Մելիքովին էին պատկանում Լալվարի փեշերին գտնվող համարյա թե բոլոր գյուղերն ու դրանց հողատարածքները։ Այդ ընթացքում ռուսական բանակի գեներալը եւ նվիրյալ հայորդին կարողացավ օգնել գյուղացիներին, որ տարածաշրջանում զարգանա հողագործությունը։ Ֆրանսիացիների կողմից պղնձաձուլական նոր գործարանի շինարարության ժամանակ բացված հնավայրում 1894 թվականին պեղումներ իրականացրեց վրաց հայտնի հնագետ եւ պատմաբան Էքվիմե Թաղյաշվիլին։ Նա վրացական առաջին հանրապետության հիմնադիրներից էր։ Լալվարի փեշերին ավելի հստակ Ալավերդու տարածքում հայտնաբերված կենցաղային իրերը ցույց տվեցին, որ նրա շրջակայքը բնակեցված է եղել դեռևս հնագույն ժամանակներից եւ պատմական գրեթե բոլոր դարաշրջաններում։
Ֆրանսիացի հայտնի հնագետ Ժակ դե Մորգանն Ալավերդու գործարանում լեռնահանքային ճարտարագետ էր աշխատում։ Հնագետը 1887-89 թվականներին Ալավերդում եւ Ախթալայի մերձակայքում 500 դամբարան պեղեց։ Հայտնաբերվեցին մեր թվարկությունից առաջ 3000 տարվա վաղեմության նախապատմական գտածոներ, ինչպես նաև իրեր, որոնց ծագումը անվանի հնագետը վերագրել է Չինաստանին կամ հեռավոր այլ երկրների եւ այդ մասին մանրամասն շահադրել Փարիզում հրատարակած իր Առաքելություն Կովկասում աշխատության մեջ։ Ըստ Ժակ դե Մորգանի, հնագույն այդ ժամանակներում լալվարի փեշերին բնակվող ցեղերը գուցե միջնորդավորված առևտրական շփումներ եւ փոխանակումներ են ունեցել հազարավոր կիլոմետրերով հեռու ապրող տարբեր ազգերի եւ երկրների հետ։ Հետագայում Մորգանը հնագիտական պեղումներ կատարեց նաեւ Եգիպտոսում եւ Պարսկաստանում։ Նա երկրաբան էր, ուստի ուսումնասիրում էր հատկապես մետաղների ծագման պատմությունը։ Ամփոփելով երկար տարիների կատարած իր ուսումնասիրությունները, համեմատելով տարբեր վայրերում պեղված նյութերը, եզրահանգեց, որ պղնձի ձուլումը սկզբնավորվել է Կովկասում, կենտրոն ունենալով իր ուսումնասիրած լալվարի փեշերին գտնվող հնավայրերը։ Լալվարն իր ընդերքում մետաղյա գանձեր է թաքցրել։ Թերևս դա է նաև պատճառը, որ նրա փեշերը դարձել են հնագույն մարդկանց համար բնորան, քանի որ նրանք կարողանում էին պղինձ արդյունահանել ու ձուլել։ Այս մասին են վկայում ինչպես պեղումները, այնպես էլ հայտնաբերված վաղ եւ ուշ միջնադարյան մետաղաձուլական վառարանների հետքերը։ Այստեղ մետաղաձուլությունը մեծ զարգացում ունեցավ, հատկապես միջնադարում Զաքարյանների իշխանապետության ժամանակաշրջանում։ Լալվարի փեշերին պղնձագործության հետագա զարգացումը շարունակվեց 1763 թվականին, երբ Հերակլ վրաց երկրորդ թագավորի նախաձեռնությամբ Պոնտոսից հրավիրված կապարագործ արծաթագործները հենց նույն տարում սկսեցին Ախթալայի պղինձ արծաթի հանքավայրերի շահագործումը։ Մի քանի տարի անց հրավիրված հույն եւ հայ մասնագետները լալվարի փեշերին ներկայիս Ալավերդի եւ Շամդուղ քաղաքների տեղերում նոր հանքավայրեր հայտնաբերեցին։ Մասնավորապես 1770 թվականին սկսեցին դրանց շահագործումը եւ հիմնադրեցին Մադան հունական գյուղը։ Այստեղ բնակություն հաստատեցին Պոնտոսից գաղթած եւ արդեն Ալավերդում հաստատված հույները։ Մինչև հիմա էլ մնում է այդ գյուղը, բայց արդեն դատարկված առանց հիմնական բնակիչների։ Իսկ այստեղից ոչ հեռու գտնվող հանքավայրը եւս չի գործում։ Անխախտ եւ անսասան են մնացել միայն լալվարի գագաթից եւ լանջերից փչող հովերը, որոնք վկայում են, որ այստեղ է գտնվել տարածաշրջանի երբեմնի ամենաբարեկեցիկ գյուղը։ Բնակավայրերի հիմնադրմանը զուգահեռ կառուցվեցին Շամլուղի եւ Ալավերդու պղնձաձուլարանները եւ սկսվեց մետաղի ավելի մեծածավալ արդյունահանումը։ Խորհրդային տարիներին վերջինս դարձավ երկրի պղինձ ձուլող խոշոր կենտրոններից մեկը, տարեկան 55,000 տոննա մաքուր պղնձի արտադրությամբ։ Միշտ էլ լալվարսարը հետաքրքիր է եղել նրանց համար, ովքեր տարբեր առիթներով ճամփորդել են Գուգարաձ եւ Լորվա աշխարհներով։ Սարգիս arczepiskopos Ջալալյանցը իր ճանապարհորդություն Մեծն Հայաստան ուղեգրության մեջ շատ տպավորիչ է ներկայացնում լալվարսարը։ Սա Հայաստանի երևելի լեռներից է՝ գեղեցիկ, ծաղկավետ, խոտավետ, անտառապատ
Շատ այլ լեռների կողքին Լալվարը հռչակված է իր գեղեցիկ մարգագետիններով։ Սառնորակ, ականակիդ եւ կարկաչուն աղբյուրները որոքում են լանջերը եւ բազմերանգ գույներով փոխփողացող ծաղիկների չքնաղ տեսարաններ են ստեղծում։ Լեռան ստորոտներում կան մետաղների հանքեր՝ արծաթի, ոսկու, պղնձարջասպի եւ այլն։ Լալվարն իր փեշերով 19-րդ դարում ճանաչված գիտնականների համար դառնում է հետազոտությունների եւ ուսումնասիրությունների վայր։ 1866 թվականին գերմանացի գիտնական Հերման Աբիխը Լալվար սարում ուսումնասիրություններ է կատարել, գնահատել այստեղ գտնվող այսպես կոչված Ալավերդու խմբի հանքավայրերը, ապացուցելով, որ այն սկզբնավորվել է երկրաբանական յուրայական շրջանում։ Հետագայում Լալվարի հանքաբանական եւ երկրագազմական ժամանակաշրջանում ուսումնասիրություններ են կատարել բազմաթիվ հայ եւ օտարերկրյա գիտնականներ, կազմել մանրամասն երկրաբանական քարտեզներ։ Լալվարի լանջերին ճանապարհորդել են նաև Արարատ լեռնագագաթի առաջին հաղթահարողը Ֆրիդրիխ Պարոտը եւ ուրիշ այլ երևելիներ։ Լալվարի փեշերը հայոց միջնադարյան ճարտարապետության զարգացման համար վայրեր են դարձել։ Իսկ դա նախ եւ առաջ պայմանավորված է եղել թշնամու համար տարածքների դժվարամատչելիությամբ, ինչպես նաև Բագրատունի Կյուրիկյան թագավորության եւ Զաքարյան իշխանապետության գոյությամբ, ինչը ապահովում էր համեմատաբար խաղաղ եւ բարեկեցիկ կյանք տարածաշրջանում։ Այս եւ նման իրողությունները ավելի մոտիկից հասկանալու համար ծանոթանանք պատմական վայրերի եւ հուշարձանների հետ։ Բռնում ենք Ջիլիզա տանող ճանապարհը եւ անցնելով Լալվարի փեշերին գտնվող անտառներով հայտնվում մի հեքիաթային բնաշխարհում։ Այսօր Ջիլիզան հայ-վրացական սահմանին գտնվող մի գողտրիկ բնակավայր է, Վրաստանի հայաբնակ Չանախչի գյուղի եւ պատմաճարտարապետական հուշարձանների հարևանությամբ։ Այստեղից ոչ հեռու է գտնվում նշանավոր Խորակերտի վանքը։ Խորակերտի վանական համալիրն անկասկած հայոց ճարտարապետության երևելի կոթողներից մեկն է։ Այն Լալվարի հյուսիսային լանջին է, հայտնի է նաև Խոջիկ անունով։ Վարդան Արևելցի պատմիչը, որ որոշ ժամանակ այստեղ է ապրել, վանքի հիմնադրումը վերագրում է Հայկի Խորվորթուն, որից էլ ծագել է խորխորունների իշխանական տոհմը եւ նրանց անվանվել ավանդաբար ստուգաբանվում է այդ անունը։ Ենթադրվում է, որ այստեղ քաղաք է եղել Խորակերտ անվանումով։ Վանական համալիրի շինարարությունը սկսվել է 9-10-րդ դարերում եւ ավարտվել 13-րդ դարում։ Վանական համալիրը այժմ հայ-վրացական սահմանի վիճահարույց հատվածում է։ Այստեղից ոչ այնքան հեռու, արդեն Հայաստանի տարածքում է գտնվում Խուճապի վանական համալիրը։ Թեև վանքային համալիրի կառուցումը թվագրվում է 13-րդ դարով, բայց նրա ամենավաղ շինությունները գոյություն են ունեցել դեռևս 9-10-րդ դարերում։ Այդ ժամանակ է կառուցվել վանքի ամենահին եկեղեցին, որը իրենից ներկայացնում է միանավ բազիլիկ կառույց։ Սկզբում Խուճապի վանքը հայադավան մենաստան էր, բայց Զաքարյանների օրոք 13-րդ դարում այն դարձավ Խաղկեդոնիկ վանք։ 13-րդ դարում միանավ եկեղեցուց հյուսիս կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին, զույգ մույթերով ուղղանկյուն գմբեթավոր դահլիճի տեսքով։ Ջիլիզայում եւ շրջակայքում բազում հուշարձաններ կան, որոնցից մեկն էլ գյուղի մեջ գտնվող եկեղեցին է։ Այն առանձնանում է իր բազիլիկ հատակագծով։
Ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ենթադրելու, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում եւ վերակառուցվել 7-րդ դարում, որի ընթացքում պատերի մեջ օգտագործվել են հին բեկորներ։ Գիլիզայից 3 կիլոմետր հեռավորություն ունի նաև Չախալաբերդը։ Ենթադրվում է, որ դա միջնադարյան պատմիչների հիշատակած Բազաբերդ Բասկերտ ամրոցն է։ Այն հայտնի է նաև Չախկալաբերդ, Չխլաբերդ անվանումներով։ Հավանաբար տարածաշրջանի ամենահինավուրց ռազմական բնույթի կառույցն է, չհաշված այն կիկլոպյան ամրոցները, որոնց հետքերը պահպանվել են նաև այս տարածքներում։ Թբիլիսիի հայկական համայնքի մեր գործընկերներ այս դժվարին ժամանակներում իրականացրին Վրաստանի տարածքում գտնվող Լալվարի, Փեշերի պատմաճարտարապետական հուշարձանների, հայկական գյուղերի եւ այստեղի բնական միջավայրի նկարանումները, ձգտելով մի փոքր ավելի հեռվից հարևան երկրից հասկանալ Լալվար սարի վեհությունը, լանջերի անընդհատ փոփոխվող եղանակային տրամադրությունները եւ ամենակարևորը մարդկային ջերմ սերը, որը բնականաբար փորձեցին արտահայտել վիրահայերը իրենց խոհ մտորումներով, պատմական Խոժոռնի գյուղում, ուր կանգուն է հին եկեղեցին եւ որի շուրջն էլ համախմբում են պինդ ու ամուր հայկական բնակիչները։ Քերուս տղայի հետ եմ գնացել։ Աղքյորփոց։ Հա, աղքյորփոց։ Հիմա իրանք վերև են գնալ։ Հա, այնտեղից շատ ավելի դժվար է բարձրանալը, բայց տպավորություններս ու հիշողություններս այնա, որ շատ սիրուն էր, շատ մառախուղ էր ու շատ ծաղիկներ կար։ Այդքան բան երևի։ Էլի կուզեի գնալ, ափսոս, բայց Իսկ ինչու ափսոս, ինչու չէ։ երևի ժամանակի առումով, հետո մենակ էլ չեմ կարա գնամ։ Որտեղից կգնայի։ Աղքյորփու կողմից կամ Հայաստանի կողմից տամոժնիա հնարավոր է անցնել ու գնալ։ Որ եկել եմ Լալվասար, այստեղ վերևում մենք յուրդ ունենք, բինա ունենք, այստեղ բինա ունենք։ Այն ժամանակ 30 տնտեսություն էր։ Լալվարը Հայաստանի եւ ընդհանուր հայկական լեռնաշխարհի մեր հայրենիքի ամենաճանաչված լեռներից է, գտնվում է եւ լեռնաշխարհի եւ մեր երկրի հյուսիսային մասում։ Վիրահայոց լեռների ամենաբարձր գագաթն է եւ սահմանը բաժանում է Վրաստանը Հայաստանից։ Մենք գիտենք, որ մեր հայրենիքը միշտ հարևան տարածքներից բաժանվել է, սահմանագծվել է լեռներով եւ այդ սահմանային լեռներից մեկն էլ Լալվարն է։ Ես իմ ծննդավայրն է Լալվասարի տակ պետք է գնամ բինա մեր բարբարով ու գամստի իմ ավանասունների ձմերանոցը, շունանոցը էսա։ Լալվասարը շատ գաղտնիքներ ունի, շատ չես կար ասես, բայց թե այն որ մարդի ծննդավայրը իրան կանչում է, դա արդեն ուրիշ է։ Այն որ բացանում ես Լալվասարում մի հատ մաքրոթում նստում շնչում, այդ հերիք է։ Խաչ կան դեղ Լալվասարի գագաթին, չգիտեմ գիտեք թե չէ։ Գնում ենք այդ խաչը, նայում Վրաստանից հետ լրի վերևում է, մինչև Երևան համարյա։ Եթե եղանակը պարզալում, լրի վերևում է։ Լինել այս տարածքներում եւ չլինել ծոփաբորի կամ ծոփքի միջնադարյան բերդի թեգուզ եւ ավերակների մոտ նշանակում է մինչեւ վերջ չհասկանալ, թե պատմականորեն ինչ է կատարվել Լալվարի Փեշերի այս հատվածում։ Մեկ այլ միջնադարյան բերդ էլ Խոժոռնի գյուղի մոտ է։ Իսկ գյուղի անվանումը կապված է հայ գնահապետի որդի Խորի հետ, որը մի ավան է ստեղծում ու անվանում Խոժոռնի։ Այժմ Խոժոռնիում պահպանվել են միանավ եւ գմբեթավոր 13 եւ 11-րդ դարեր թվագրում ունեցող եկեղեցիները։
Լալվարի հարավային փեշերին են փռված Ալավերդի քաղաքն ու Աքորի Կաճաճկուտ գյուղերը։ Աքորու խմբի հուշարձաններից ամենանշանավորը թերևս Բգավորի եկեղեցին է, որը Աքորուց 3 կիլոմետր հյուսիսարևմուտք է։ Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է 13-րդ դարի Աղթալայի, Սեդվու, Սուրբ Նշանի, Մանստեֆի եւ Քոբայրի բանկերի քաղաքեդոնական ոճը, ինչը մասնագետներին հիմք է տվել ենթադրելու, որ Բգավորի եկեղեցին եւս կառուցվել է 13-րդ դարում, Զաքարյանների իշխանապետության շրջանում։ Իսկ եկեղեցու այս տեսքը հետևանք է 1988 թվականի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժի։ Լալվարի հարավային փեշի եւ Աքորու խմբի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է Սեդվու վանքը, որը գտնվում է նույնանուն ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին, որը թվագրվում է Զաքարյան իշխանապետության շրջանով 13-րդ դարով։ Պահպանվել են եկեղեցուն կից մատուրը, օժանդակ շինությունների եւ պարսպապատերի մնացորդները։ Այս հոգևոր հուշարձանի մասին նույնպես այլ պատմական հիշատակություններ չկան։ Սակայն համալիրի արևմտյան եւ հարավային կողմերում համեմատաբար լավ պահպանված են պարիսպները, աշտարակները։ Սուրբ Նշան եկեղեցուց մոտ կես կիլոմետր հեռավորության վրա է բազմել Սեդվու ամրոցը, որը հայտնի է նաև Սեդվա Ղալա անվանումով, որ ըստ էության կայազորային հսկիչ աշտարակ է եղել եւ նպատակ է ունեցել պաշտպանելու դեպի վանք, Սանային, Աթորիկ, Տաշիր տանող ճանապարհների անվտանգությունը։ Հարուստ պատմաճարտարապետական հուշարձաններ կան նաև Ալավերդի քաղաքում եւ նույնանուն համայնքի տարածքում, որոնք եւս պետք է համարել Լալվարի փեշին գտնվող Հաղպատի եւ Սանայինի հուշարձանախմբեր, հայտնի վանքերով ու եկեղեցիներով, ամրոցներով ու բերդերով։ Աքորի գյուղի արևելյան կողմում դպրոցին հարակից ճանապարհի եզրին հին ու ընդարձակ գյուղատեղիում 1990-ական թվականներին պեղումներով բացվել է կիսավեր մի եկեղեցի, որը դեռևս ուսումնասիրության կարիք ունի։ Աքորի Կաճաճկուտ ճանապարհեզրին գտնվող 12 սարկավագների խաչքարերը ավանդույթի համաձայն կանգնած են նույնքան գերեզմանների վրա, իսկ դրանք հավերժացնում են հիշատակը նրանց, ովքեր Սևորդյա ձորում թաթարներից թաքցրել են Հաղպատավանքի 3 նալից աստղ կոչված հրաշափառ ջահը, վերադարձին թաթարները հենց այստեղ սպանել են նրանց։ Ալավերդում ամենանշանավորը անկասկած Կոշաբերդն է։ Ցավոք կառուցման տարեթիվը եւ այլ մանրամասներ հայտնի չեն։ Թերևս միջնադարում այն այլ անվանում է ունեցել, որի մասին գուցեև տեղեկություններ կան պատմիչների աշխատություններում, Հաղպատի ու Սանայինի վանքերի արձանագրություններում։ Ավելացնենք, որ Բերդի շինարարությունը վերագրվում է Բագրատունի Կյուրիկյան թագավորության շրջանին։ Այստեղ պահպանվել են պարիսպները, կլոր աշտարակները, կացարանների հետքերը եւ կամարակապ մուտքը։ Ամրոցը թշնամու հարձակումների ժամանակ տարիներ շարունակ ապահովել է նաև մոտակա բնակավայրերի բնակիչների անվտանգությունը։ Վարդան Օզնեցի պատմիչը, նկարագրելով այս վայրերում 1780-82 թվականներին լեզգիների ասպատակությունները, նշում է, որ Կոշաբերդում ապաստանած հույներին վախեցնելու համար Օմար խանը հրամայում է, որ մոտակա անտառից ցաղ բերեն եւ կուտակեն ամրոցի պարիսպների տակ։ Այնքան փայտ են բերում կուտակում, որ դրանք հասնում են պատերի բարձրությանը, բայց միևնույնն է, ամրոցը անարիք է մնում, իսկ պաշտպանները անվախ։
Ալավերդում է գտնվում 12-րդ դարում կառուցված Սանայինի պատմական հրաշագեղ եւ ինքնատիպ կամուրջը, որի 18.5 մետրանոց միաթռիչքը Լալվարի փեշերը կապում է Ծաղկունյաց լեռնաշղթայի Չատինդաղի լեռներին, որտեղ Սանահինն ու Հաղպատն են իրենց հոգևոր կենտրոններով եւ պատմաճարտարապետական համալիրներով։ Նպատակ չունենալով ավելի հանգամանորեն ներկայացնել Հաղպատի եւ Սանայինի վանական համալիրների պատմական նշանակություն եւ դերակատարությունը, ավելացնենք, որ երկուսն էլ գործող եկեղեցիներ են եւ տարածաշրջանում ամենաշատ զբոսաշրջիկ այցելուներ ունեն։ Ութ 800 տարի անցել Աղթալա եկեղեցին չի կորցրել իր գրավչությունը, հատկապես եզակի որմնանկարները։ Դրանք դարձել են հայ եւ օտար մասնագետների ուշադիր ուսումնասիրության առարկա։ Իսկ եզրակացությունը մեկն է՝ Աղթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները եզակի են ու ինքնատիպ, պարզապես արվեստի իրենց նմանը չունեցող գործեր։ Միայն թե մինչև այսօր եկեղեցուն բնութագրող երկնագույն գմբեթը չի հաջողվել վերականգնել։ Այս անտառներն ու ընդհանրապես Լալվարի փեշերը 17-րդ դարի վերջերին եւ 18-րդ դարում պատասպարում էին լորվա քաջերին, որոնք ինքնապաշտպանական մարտական ջոկատներ էին ստեղծել, եւ քանի որ վրացական արքունիքը շատ քիչ էր անհանգստանում լորու եւ գուգարքի բնակչության անվտանգության համար, հենց այս ջոկատներն էին, որ կանգնած էին պարսիկ, թուրք, լեզգի, կովկասյան այլ ավարառու ասպատակիչների դեմ հանդիման, պահպանելով հայազգի բնակչությանը։ Հենց այստեղ էլ Լալվարի փեշերին են իրականացրել նրանք իրենց քաջագործությունները։ Բնականաբար սառը եւ մաքուր օդը, որը այստեղ կա վաղնջական ժամանակներից, հնարավորություն է տվել ողջ Լալվար սառը ամառանոց համարել ու շոկ ամիսներին Լալվարի փեշերին ծվարած գյուղերից սարդ բարձրացնել անասուններին եւ ամռան 2-3 ամիսներին էլ առատ կատնամտերք ունենալ ու ձմռան համար դրանից յուղ, պանիր, չորատան եւ այլ կատնամտերքներ պատրաստել։ Հետո ավանդույթի համաձայն ամեն մեկի երազանքն է եղել Լալվար սարի գագաթը բարձրանալ ու այնտեղից հիանալ հերուների տեսարաններով, անգամ Թիֆլիս քաղաքը տեսնել։ Այն ժամանակ նրանք չգիտեին, որ Լալվարի գագաթը ծովի մակերևույթից բարձր է 2552 մետրով։ Այս եւ նման մոտորումներով մեր նպատակն էր Լալվար սարի ամառանոցներ բարձրանալը եւ առնվազն այնտեղ ապրող հատուկենտ սարվորների հետ հանդիպելը։ Ավանդաբար ամռանը սար են բարձրանում գյուղացիները իրենց անասուններով։ Այս հատվածում աքորեցիներն են, Լալվարի մյուս հովտում սանայինցիներ ու ճոճկանցիները ու ելի այլ գյուղերի սարվոր գյուղացիներն են այստեղ գալիս։ Տասնամյակներ առաջ Լալվարի բոլոր հովիտները լցվում էին հարյուրավոր սարվորներով, իսկ հիմա հատուկենտ են նրանք։
Այստեղ սարվորների երբեմնի մարդաշատ հանգրվաններից մնացել են առանձին փայտե տնակներ, որոնց տերերը տարիներով սար չեն բարձրանում, ամենատարբեր պատճառներով։ Մեկը արդեն մեծ է տարիքով, մյուսը թողել գնացել է երկրից, երրորդներն էլ այլևս անասնապահությամբ չեն զբաղվում։ Այս մի քանի հոգուն դեռ երևի սարի ապրուստն է պահում, գուցե նաև ինչ-որ տեղ ընտանեկան ավանդույթն ու սովորույթը։ Մեր սարերը մեզ էլ հետը նկարահանում ես։ Արի։ Վաթսունյոթ տարեկան եմ, որից 7 տարեկանից հետո հիշում եմ 60 տարի ես սարը գալա։ Պապերս էլ են ես սարումն էլ է, տատերս էլ են էլ է, ծնողնիս էլ են էլ։ Ես սարումն էլ է 45-ից 50 տնտեսություն, սոր մնացել ենք 4 հոգ, ժողովուրդը սար չի գալի, 4 տնտեսություն ենք մնաց ես օրվա դրությամբ սարեկող։ Իհարկե, դեռ ժամանակ ես որ կառուցեի, սարնեկողները շատ էին, եւ ժողովուրդը եղացան, որ այստեղ ես կառուցում, նրա համար, որ սա ֆուտբոլի դաշտ էր։ Սարվորները հավաքվեին, ջայել երիտասարդներ, եղեք այստեղ ֆուտբոլ խաղային։ Այս ֆուտբոլի դաշտ էր։ Դրա համար եղան էին, որ խիես ֆուտբոլի դաշտումը սարկում, լալվարում է քեզ, տեղ չկա ֆուտբոլի դաշտը, մի զբաղացնի, բայց դե ես էլ արդեն տենում եմ, որ էլ սարվոր կա, որ սարումը ֆուտբոլ խաղանող կա։ Երիտասարդները հավաքվեին, ես էլ հետներուն ֆուտբոլ խաղանեին այստեղ։ Այնքան երեխաներ ամառային արձակուրդներ, այնքան ժողովուրդ էր։ Այսօրվա դրությամբ իմ տրանսպորտը ձինա։ Ավտոմեքեն էլ ունենք, նիվա էլ ունենք, 06 էլ ունենք, բայց յով արդեն ավելի հարմար եմ ինձ զգում մանգալը, դրա համար ձինա։ Ունեցել եմ շատ ոչխարներ, հիմա մեծացել եմ, էլ ոչխար չեմ պահում, չեմ կարում գնամ հետևիցը, բայց ունեցել եմ այստեղ, ոչխարել եմ շատ պահել։ Սա իմ բոստանն է, որ ես բույսեր եմ աճեցնում, կարտոշկա, վարունգ, գազար, սող, հիմա էլ կա ճակնդեղ, լոբի, գազարը հանել եմ, սոխը կա, կարտոշկեն հանել եմ, ես այ, սարքել եմ, քարից անգամ քարը մատներով ջոկել եմ, քարը հող եմ սարքել եւ օգտվում եմ, ես փոշմանել էլ չեմ դրա համար, որ ես այնքան օգտվել եմ, արդեն ինձ բավարար է ես օգտվել եմ, ինձանից հետո ես ափսուզում եմ, որ մարդիկ սար չիտեն գա, չեն մշակելու, չեն ապրելու, այ դրա համար եմ, բայց ես այնքան օգտվել եմ ինձ երիքա, թեկուս պարտարից չի մեր երեխանցի գան, ուրիշ է կողլինա մշակի։ Լալվար սարը շռայլ է իր բուսածածկույթով, երբ նրանք ծաղիկներով, հարուստ անտառներով ու կենթանական աշխարհով։ Այստեղ աքորեցի անասնապահներն են, սարվոր յայլավորներ, նաև մարդիկ, որոնք եկել են նրանց օգնելու։ Կեսօրից հետո տղամարդիկ ավելի հեռուներում են, խոտ են հավաքում ձմռան համար, իսկ կանայք կատն են վերամշակում։ Այն վերևի սարը ամեն վարդևորի գնում ենք, խաչը, որ Վրաստանն երևում է, տեղ գնում ենք։ Իսկ երիտասարդները, ձեր ջահելները գալիս են սար։ Շատ դժվարությամբ։ Ինչու։ Հաճելի չի, ոչ լույս կա, ոչ մի զբաղում կա, ջայլը պտի գաստեղ ինչ է։ Կարան գան հացուտ են ուրախանան ու գնան, էդ հաճելի է իրանց համար։ Բայց երբ իրիկունը մտնում է ու պտի մոմ վառենք, լույս չլնի, հեռուստացույց չլնի, այսօրվա դարում ոչ մի երիտասարդ չի գա մտնում։ Աստորես սա էլ ձեր փուրն է, հա, այսպես հասկանում։ Այո, սա մեր լալվարի փուրն է։ Իսկ հացը բոլորի համար եք թխում։ Այո, որ հաց թխում ենք, բոլորով ուտում ենք, բանի ենք բերում ոչխարի, մոսանք ունեն ոչխար շատ։ Միասին ուտում ենք տակ-տակ։ Այսինքն մի քիչ էլ կոլեկտիվ եք ապրում այստեղ սարում։ Հա, բա իհարկե,
անպայման։ Մի լավ բան ենք ունենում գյուղից միրգ կլի, ծմերուկ կլի, ինչ կբերեն միասին կուտենք։ Ասինք իսկական բարեկամություն, ընկերությունը սարում է մնացել։ Որի 40-ը կորածալու միասին ենք մանգալի, միասին ենք հոգտանում, տեղը ցույց ենք տալի։ Հիմա ասեն ձերը քանի ձի, այ մարդ, Շատ ձերը։ Այս 3, Նկարեք, այն շատ լավ տեսարան։ Բայց հետա կրկին է, որ հերթով սենց գալիս են։ Այդ մեր եղիրն է բերում, այն եղակի սիպտակը եղիրը մերն է։ Հա, բերում է, տանում։ Բերում է, տանում։ Իրան աղով ապահով պղում ենք, ինքը տեղը գիտի գալիս։ Այստեղից եւս գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Մի կողմից լալվարի փոքր ու բարձր գագաթներն են, որոնց առաջին հայացքից կարող ես վազելով հասնել։ Մյուս կողմից էլ լալվարի հերու մոտիկ գտնվող հովիտներն են, որոնցում նաև ճոճկանի իմ մանկության տարիների ամառանոցն է։ Լալվար սարի հմայքը գեղեցկությունը այնպիսին է, որ նրա փեշերից, երբ որ նայում ես դեպի վերև, դեպի սարը, անընդհատ թվում է, թե ուր որը դու կհասնես, ուր որը կհասնես սարի գագաթը, բայց որքան բարձրանում ես վերև, այդ գագաթը ավելի է հեռու թվում։ Եվ դա իսկապես այդպես է։ Մենք նաև այսօր այս նկարների ժամանակ առիթ ունեցանք մի հատվածում լինելու, որտեղից իսկապես 500-600 մետր էր անհրաժեշտ, որպեսզի գագաթը բարձրանենք, բայց այնտեղ շատ ուղղաձիգ էր։ Հիմա մենք շրջվեցինք, եկանք մեկ այլ ամառանոցային հատված, ուր Աքորի գյուղի յայլաներն են, այստեղից եւս երևի թե 300-400 մետր պետք է բարձրանալ եւ Լալվարի գագաթն է։ Լալվարի գագաթը, որի բարձրությունը ծովի մակերևույթից 2643 մետր է։ Լալվարի գեղեցկությունը, Լալվարի բարձրությունը այդ է, որը փաստորեն տեսանելի է տարածաշրջանում, տեսանելի է եւ Վրաստանի կողմից, տեսանելի է եւ Հայաստանի կողմից, տեսանելի է առավել եւս Լորվաձորի կամ Լորվա այս հատվածի տարբեր հատվածներից իր գեղեցկությամբ, իր վեհությամբ եւ իր հմայքով։ Մենք եկել ենք, հասել ենք երևի թե ամենամոտիկ հատվածներից մեկին եւ այստեղ կրկին մենք նայություն ունենք ուղղաթիռային նկարումների միջոցով հաղորդակից դնել Լալվար սարի գեղեցկությանը եւ այս սարի տարբեր հատվածներում ապրող բնաշխարհին։ Այնինչ նախկինում կար, այսօր արդեն ավելի շուտ բարի հիշողություններ են ու անցյալ։ Լեռների տոնն է, մարդ եւ անասուն ուրախ երկերով դիմում են սարեր, մորնալով ձմռան քաշած վայնասուն, ծաղիկ փնջելով անցնում են ձորեր։ Ստեղի բնությունն ավելի լավն է, ավելի որակով, դե լավ է էլի ամեն ձևով, սարումն են կլում են մինչև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսը։ Դե մեր ծնողնին այս սարերումն են էլ, մեր պապերը Լալվարում են էլ, հիմա իրանք չկան, մենք ենք, անասուն ենք պահում, զբաղմունք կա, վերջը, այս սիրուն, այս մաքուրոթում, այս սառը ջրերում ապրում ենք, ճիշտ է դժգոհ ենք, որ ասենք աշխատանք չունենք, բայց ոչինչ, ասենք մենք մեր անասուններով, բանով յոլ ենք գնում։ Ստիպված ենք, որ անասուն պահենք, անասնապահությամբ զբաղվենք, ընկանք սարերը, պահելով երեխանց ապրուստը, էլածը, երեխանցեր ձևով ոնց որ առաջընթացնանք մեր ապրանք պահելով եւ Լալվար սարում 3 ամիս ենք մնում, դեղից իջնում ենք գալի ես մատաղ թալայա կոչում այս հանդամասը։ Սարը ասեմ ինչ հատվե։ Առողջություն ունեմ, առողջ եմ, բնությունում ապրած,
հիվանդ չենք, մածոն, կաթը, վերջը։ Էտա տվե, ինչ դիտա սարը մեզ։ Սարը տվելա, որ գալիս ենք ամառները անասուն ենք պահում, ձմեռը գնում ենք գյուղ։ Մեկը մյուսին օգնելու, մեկը ինչ-որ ուրախության, տխրության գնալու, մեկը մյուսի սապրանքը պահում ենք, յոլա ենք տանում, մարդիկ են էլ իրար հետ հաշտ, համերաշխ, լավ են ելում իրար հետ։ Անախորժություն չի լում, բոլորներն անասնապատի մարդիկ են, էլի նրանք ինչի պետք է իրարից դժգոհեն կամ ինչ-որ մի բան ասեն։ Լալվարում հանք կա, այս կարմիր գրանիտը, որ ըսկի աշխարհում չկա թավուր բան, այդ կարմիր քարից, այդ թավուր քար Երևակայի չկա, արտասահմանից հետ այդ քարը գնում է, հա, Լալվարում ինչ ասեմ, դե հենց բաներ շատ կա, լավն է։ Բայց մի գնալով համարդիկ քիչ անում են, ժամանակ որ բինին կարելի ասել այդ թաղամասլիքը ժողովուրդները մի առայժմ չկան, շատ քիչ մարդիկ կան էլի արդեն, ոնց որ մեկվա երիտասարդությունն արդեն ցեկտում են, տանջում են մի տեղով խոպաննի վրա գնան, աշխատանք ճարեն, գյուղից դուրս գան, մնացածս էլ զբաղվում են անասնապահությամբ։ Դե մենք էլ միջև ինչ դա կապրենք, այս սարերումն ենք ապրում ենք, մենք մեր արդար քրնինքով աշխատող, ապրող մարդիկ ենք։ Սա մի հատված է Վահան Միրաքյանի Լալվարի որսը պոեմից։ 1898 թվականին Հովհաննես Թումանյանը ընթերցելով պոեմի առաջին գլուխը բացականչել է. «Այ տղերք, կաթսայի խուփը, որ այսքան գեղեցիկ է, բա մեջի կիրակուրը ինչքան համեղ կլինի»։ Ու գրել է այս տողերը. «Սիրեցի կոնո քո անուշ երգը, թող Աստված օրհնի գուգարքի բերքը»։ Եվ պատահական չէ, որ Լալվարի որսի հերոսները իրենց մահկանացուն տնկեցին սիրո եւ ավանդույթների հակասությունների խաչմերուկում։ Սերնդե-սերունդ փոխանցվող ավանդույթի համաձայն նրանք թաղված են Լալվարի գագաթին, ուր գտնվում են նրանց խորհրդանշական գերեզմանը։ Երբ որ բացվում են վայրի վարդերը, երբ գառնան բույրով ձորն է կանաչում, գալիս են այնտեղ մատաղ կույսերը, ալվարդին իրենց սերը մրմնջում։ Ասում են, երբ որ ամպի փեշերը փռվելով սարի ձորերն են գրկում, լսվում է հանկարծ մթին գիշերը մի խոր հառաչանք ժայռերի կրծքում. «Հեյ գիտի հահեյ, պիգի դրամանակ»։ Ու ամպերի մեջ ավակ որսկանը գալիս է հսկում իր աղջկանը, և նորից ծածկած նա վիշտը ներսից, փախչում է նա մարդկանց երեսից։ Իդեպ այս պոեմը Լալվար սարի եւ այս լեռնաշխարհի ներկայացման տեսակետից լավագույն գրական նմուշներից է, եւ պատահական չէ, որ դրա հիման վրա 6 տասնամյակ անց 1966 թվականին ստեղծվել է Լալվարի որսկանը վերնագիրը կրող գեղարվեստական կինոնկարը։
Բարի անցոր, կանգ առ մի պա, մի զլանավողը Կուրըտ միշտ դալալ մնա, ավակ։ Շնորհակալ եմ։ Համա ինչ հարց է, էդ որտեղ խփեցիք։ Աղնուտի ձորումը ոսու հետ հախիցն եկա։ Դու քեզ տրակ ճամփեն կտրի։ Ինչ հատամներ, ներմի դուր կկծի։ Երեխաս որ մնաց։ Լալվար Սարի մնաշխարհի նկատմամբ երբեք անտարբեր չեն եղել գեղանկարիչները։ Այդպիսի երկու պատկեր են վրցնել մեր կերպարվեստի անզուգական վարպետները՝ Մարտիրոս Սարյանը եւ Փանոս Թերլեմեզյանը։ 1952 թվականին նկարած եւ այժմ Մոսկվայի աշխարհահռչակ Տրետյակովյան պատկերասրահում պահվող Լալվար բնանկարը յուրահատուկ ձոն է Լորվա լեռնաշխարհին եւ Լալվարին։ Փանոս Թերլեմեզյանի Լալվար լեռան տեսարանը ավելի հեռվից է ներկայացնում Սարը, բայց այն կարծես ափիդ մեջ է եւ ջերմությունը ճառագում։ Սրա մի լուծ եզը կորել է։ Հեղջը մանկալով եկել է հասել է մեր գյուղը։ Բանա թե մեկն ու մեկը տեղը գիդի կամ թե տեսել է, թող ասի, մեծ հաճկալուս հեք կստանա։ Չենք տեսել։ Չէ, խաբար չենք։ Չէ, ախպեր, այս չեմ տեսել։ Այս ժողովուրդ, ախար եզներից իզը ձեր գեղնա բերել, բա հեչ մեկը չի տեսել, երեխեքից խղճացեք, հավիտյան պարտական կմնա։ Այ պետի, բա որ ասում էի մեր գյուղում գողեր չկան, փառք ասու, մենք նրա տվածը չենք կարողանում վայելել, ուր մնաց թե ուրիշի մալին աչք տնենք, չէ պետի, սխալ ճամփով ես եկել, կարող ապատայի թարակը մեկը քշած տարածել են, կամ թե չէ վերջերս բոշեք ես կողմերը շատ են պտիտ գալի, հա խալխը, Կարող է, տենցել կպատահի։ Քրի, քո եզները ինչ գույնի էին։ Կարմիր էին, բալաջան, կարմիր էին։ Կարմիր գույնի։ Հրամանքդ։ Մեկի պոզը կոտրած, մեկելի ճակատինել խալ։ Հա, բալաջան, դրանք են որ կան։ Հետեսա եզները նոր տանքը տեսա։ Երկու թարակամա առաջներն արած, բանքի ձորով քշում էին։ То путь зако. Эт որովանից դու գագոն դարակ թարակյամա։
Մի տականա։ Են դու, սպասի, են դուք չէիք եզները զորով քշողները, տղերանց հետ տեսանք։ Տեսակ։ Ռեզուն կտրեք, որ չհաչի։ Դու լալվարի սիրուն աղջիկ, հյուր ես եկել մեր սարը, ամբողջ հոգով քեզ եմ սիրել, կուզեմ լինես իմ յարը, օրոր շորոր կիչնես ցած, մեր սարերից կանաչած, աղբյուրի մոտ կանգնել ես, քեզ եմ նայում հիացած, արի աղբյուր տուր քո համբույրը, որ ինձ էլ չայրի իմ սրտի հուրը։ Լալվարի նկատմամբ անտարբեր չեն եղել երգահանները, Ռուսան Սարգիս Զաքարյանը իր լավագույն երգերից մեկը նվիրել է Լալվար սարին։ Երգի մեկնակետը Սեգ Լալվարն է։ Եթե նույնիսկ Սեգ Լալվարը չաթին դաղին միանա, դարձյալ դեպետն իր ընթացքով հավերժ առաջ կընթանա։ Լալվար սարը մի ամբողջական եւ կուր աշխարհ է։ Իր փեշերին գտնվող եզակի բնաշխարհով, բնակավայրերով ու այնտեղ ապրող մարդկանցով, պատմաճարտարապետական հնագույն հուշարձաններով եւ այն ամենով, ինչ պատմությունը եւ տարեգրությունը մեզ են փոխանցում։ Եվ նոյան տապան առասպելով, հազար ու մի դեռևս չբացահայտված գաղտնիքներով ու զգացմունքների մի ամբողջականությամբ։ Իսկ դա նշանակում է մեծ սեր ու հավատ Լալվար սարի նկատմամբ, չէ որ այն վաղուց խորհրդանիշ է դարձել լորվա եւ գուգարած, ինչու՞ չէ նաեւ հայոց աշխարհի համար։